Բարեձեզ ժամի նորություններն է ներկայացնում Օրիզոն լրատվականը 22 հուլիսի չորեքշաբթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությանը, սակայն մերժել է կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Հիշեցնենք, որ Թևանյանը 2 ամսով կալանավորվել էր մայիսի 23-ին։ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Իրավապաշտպան Սիրանույս Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այնտեղ կներկայացնի նրա շահերը։ Գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածների իրախախտումները, համապատասխան իրավական եւ փաստական հիմնավորումներով։ Սահակյանը դեռ օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանական կողմին վերջապես հաջողվել է ստանալ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ էր մի հետ դիմելու համար։ Նրա խոսքով մինչև այդ ադրբեջանական կողմը չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով հնարավոր չէր սկսել եվրոպական դատարանում վարույթ։ Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 17-ին Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ըստ Սահակյանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել 41 դրվագով Ադրբեջանի գրեհական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա, սակայն մեղավորությունը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Իրավապաշտպանը նաև նշել է, որ Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը այն համարելով կանխորոշված, ուստի որոշել է իրավունքների պաշտպանությունը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի մինչև 17 տարեկանների հավաքականները կմեկնեն Ադրբեջան։ Մեր մարզիկները Բաքվում կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2 անցկացվելիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայկական պատվիրակության համար Ադրբեջանից պահանջվել էին լրացուցիչ անվտանգության երաշխիքներ եւ որոշակի ուշացումով ընդունող երկիրն արդեն պաշտոնապես տրամադրել այդ բոլոր երաշխիքները։ Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ հունահռոմեական ոճի ըմբիշները Բաքու կժամանեն հուլիսի 25-ին, իսկ ազատ ոճի ըմբիշները 29-ին։ Երկու թիմերը մեկնելու են Թբիլիսիից չվերթով։ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգներն իրանական միջուկային օբյեկտի կարող է հարվածել, ակնարկելով, որ իրենք կարող են ընդլայնել գործողությունները։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն Սենատում իր ելույթի ժամանակ հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը 37.5 միլիարդ դոլար է արժեցել։ Միաժամանակ նաև լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել կոնգրեսից։ Իրանն ու Միացյալ Նահանգները փոխըմբռնման հուշագրով նախատեսված հրադադարի խախտումից հետո ավելի քան 10 օր անընդմեջ հարվածներ են փոխանակում։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ թիրախավորել է Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, ծովային հնարավորությունները, նաև ինքնաթիռների անգարները, անօդաչուների պահեստները եւ ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները։ Չնայած Իրանի ագրեսիվ գործողություններին Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ առևտրային նավերի անցման համար։ Մայիսի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը նպաստել են շուրջ 900 առևտրային նավերի անվտանգ անցմանը եւ մոտ 450 միլիոն բարել հում նավթի փոխադրմանը։ Իրանական կողմն էլի պատասխան ամերիկյան հարձակումների թիրախավորել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի տարածքում պայթյուններ են լսվել տարբեր քաղաքներում, այդ թվում Թավրիզում, Սիրիկում, Չաբահարում, Կոնարակում եւ Բուշերում, որտեղ գտնվում է Իրանի միակ ատոմային էլեկտրակայանը։ Իդեպ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ ամերիկյան ուժերը կարող են թիրախավորել Քոլանգ լեռան տարածքում գտնվող միջուկային օբյեկտը։ Մենք ամենայն հավանականությամբ շատ շուտով կհարվածենք այդ տարածքին, նրանք ոչինչ չեն կարող անել դա կանխելու համար, սովորաբար ես նման բան չէի ասի, եթե մտածեի, որ նրանք կարող են ինչ-որ կերպ հակազդել, երբեք նման հայտարարություն չէի անի, բայց մենք շատ շուտով կհարվածենք այդ տարածքին և հարվածը կլինի շատ հզոր։ Քոլանգ լեռան այս տարածքը 1.5 կիլոմետր է հեռու Նաթանցի միջուկային օբյեկտի տարածքից։ Ըստ իսրայելական հատուկ ծառայությունների, Թեհրանը իր հարստացված ուրանի պաշարների մի մասը եւ ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող Ստորգետնյա օբյեկտում, ինչը դժվար հասանելի թիրախ է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Օբյեկտի կառուցումը սկսվել է 2020 թվականին եւ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել էր, որ այն նախատեսում է օգտագործել որպես միջուկային վառելիքի արտադրման համար անհրաժեշտ ցենտրիֆուգների հապակման վայր։
Դրան հարվածելու մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարություններին Իրանն անմիջապես արձագանքել է, սպառնալով հզոր հարվածներով։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը։ Եթե Միացյալ Նահանգների նախագահի Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ վերջին սպառնալիքներն իրականացվեն այդ երկրի ներխուժող ուժերի միջոցով, ապա այն ամենը, ինչ մինչ այժմ պահպանվել է Իրանի զսպվածության շնորհիվ, այսինքն տարածաշրջանի ամբողջ ենթակառուցվածքը կջախջախվի Իրանի հզոր զինված ուժերի պողպատյա հարվածների ներքո, առանց որևէ հետք թողնելու, կարծես երբեք գոյություն չի ունեցել։ Ըստ այդ հայտարարության Միացյալ Նահանգների կողմից նման հարձակումը կհամարվի տարածաշրջանում պատերազմի ընդլայնում, հետևաբար Թեհրանը կհարվածի Ամերիկայի բոլոր շահերին, նրա դաշնակիցներին եւ աջակիցներին։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ընդլայնել գործողությունները։ Մեր գործողությունները դեռ ավարտված չեն, ոչ, մենք դեռ չենք ավարտել։ Եթե Իրանը կառուցի նոր միջուկային օբյեկտ, Միացյալ Նահանգները կհարվածի դրան շատ հզոր հարվածով։ Նրանք դա գիտեն։ Այս ընթացքում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն էլ Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովում ելույթ ունենալով ասել է, որ պատերազմի ծախսերը հասել են 37.5 միլիարդի, բայց նաև լրացուցիչ ֆինանսավորում է խնդրել։ Պատերազմի համար նախատեսված լրացուցիչ ֆինանսավորումը հրատապ եւ անհրաժեշտ միջոցների ներարկում է, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 1.5 տրիլիոն դոլարի պաշտպանության բյուջեի հետ միասին սերնդային ներդրում մեր զինված ուժերում։ Առանց այս միջոցների մենք լուրջ պակաս կունենանք։ Բայց Հեքսեթի հիմնավորումները այնքան էլ միանշանակ չեն ընդունվել։ Նախ նրա խոսքը մի քանի անգամ ընդհատվել է դահլիճում լսված բողոքի ձայներով։ Կրքերը հետո թեժացել են եւ պատերազմի իրականացվող գործողությունների շուրջ վիճաբանել են նախարարն ու սենատորներից Գարի Փիթերսը։ Դուք եք ձախողումը, պարոն։ Ձախողվողները առաջնագծում գտնվող տղամարդիկ ու կանայք չեն։ Խնդիրը ղեկավարության մեջ է։ Դուք չունեք ռազմավարություն, դուք չունեք երկարաժամկետ ծրագիր այս պատերազմում իրականում հաղթելու համար։ Ամոթ է ձեզ եւ նրանց, ովքեր սա անվանում են փակուղի եւ ձախողում։ Գործնականում տարածաշրջանում պատերազմի ընդլայնումը խաթարել է աշխարհի ամենակարևոր էներգետիկ նեղուցներից երկուսի Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի աշխատանքը։ Բաբ էլ-Մանդեբը կապում է Կարմիր ծովը Ադենի ծոցին եւ Հնդկական օվկիանոսին, եւ վերջին օրերին որոշ նավեր ստիպված են եղել փոխել իրենց ուղին դրա նկատմամբ Եմենի հութիների սպառնալիքների պատճառով։ Բանն այն է, որ Իրանին աջակցող հութիները երկուշաբթի օրը հայտարարել էին Սաուդյան Արաբիան ծովային շրջափակման ենթարկելու մասին։ Լարվածության ավելացումը տեղի է ունենում բանակցությունների սեղան վերադառնալու ջանքերի ֆոնին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցել։ Այդ մասին նա ասել է Ֆիլիպիններում հարավարևելյան Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։ Խնդիրը, որն այս պահին ունենք, այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին։ Եթե նրանք լուրջ են, մենք էլ ենք լուրջ։ Եթե ոչ, ապա մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ մեր շահերը, ինչպես նաև մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցին, Ռուբիոն հայտարարել է, որ Իրանին նման թույլտվություն տալը վտանգավոր նախադեպ կստեղծի։ Եթե մերձավոր արևելքում նախադեպ ստեղծենք, որտեղ պետությունը կարող է որոշել, որ պատրաստվում է վերահսկել միջազգային ջրային ուղին, турք գանձել, իսկ չվճարելու դեպքում պայթեցնել նավերը, ապա շատ վտանգավոր նախադեպ ստեղծած կլինենք, որը կկրկնվի աշխարհի այլ հատվածներում, այդ թվում այս հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում։ Այս ընթացքում միջնորդները լարվածությունը թույլատնելու առաջարկներ են ներկայացնում կողմերին։ Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ նման առաջարկներ ստացել է։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Ուկրաինական օդուժը հարվածել է Վայլբերիսի լոգիստիկ նոր կենտրոնների, հայտարարելով, որ դրանք ներգրաված էին ռուսական բանակի մատակարարման գործին։ Այդ մասին տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ընդհանրապես վերջին օրերին շատ ինտենսիվ են երկու կողմերի հարվածները։ Ուկրաինական անօթաչուների թիրախում այս գիշեր եղել են Վայլբերիս ընկերության լոգիստիկ այն կենտրոնները, որոնք գտնվում են Կրասնոդար եւ Նևինոմինսկ քաղաքներում։ Հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել, առնվազն 15 մարդ վիրավորվել է։ Կատարվել է ընկերության աշխատանքը։ Նախ հարվածը եղել է Կրասնոդարի լոգիստիկ կենտրոնին, որից 10 մարդ է վիրավորվել։ Պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ անօթաչուների բեկորները հարվածել են 2 բազմաբնակարան շենքերի եւ 2 առանձնատների։ Նևինոմինսկում եւս հարվածից հրդեհ է բռնկվել։ Բուժօգնության է դիմել 5 մարդ։ Մարդկային կորուստներ չկան, սակայն զգալի է ապրանքների մատակարարների ֆինանսական կորուստը։ Ռուսական իշխանությունների տվյալներով քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության մեղադրանքով։ Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնների թիրախավորումը պատահական չէ։ Ուկրաինայի նախագահը հաստատելով այդ հարվածները Telegram-ի իր ալիքում գրել է, որ դրանք ներգրավված են եղել ռուսական բանակի մատակարարումների շղթաներում։
Այսօր հեռահար պատժամիջոցների շնորհիվ հաջողությամբ խոցվել են կարևոր թիրախներ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում, լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրաված էին ռուսական բանակի անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներով, նավիգացիոն սարքավորումներով եւ հանդերձանքով մատակարարելու գործում։ Կրեմլը հերքել է ուկրաինական կողմի այդ պնդումը, նշելով, որ Wildberries-ը քաղաքացիական էլեկտրոնային առևտրային ընկերություն է։ Այդուհանդերձ, սա վերջին 5 օրվա ընթացքում ընկերության կենտրոնները թիրախավորելու արդեն երկրորդ դեպքն է։ Մի քանի օր առաջ մասշտաբային հարվածի տակ էին հայտնվել Էլեկտրոստալում եւ Տամբովում գտնվող լոգիստիկ կենտրոնները։ Այս կենտրոններից բացի ուկրաինական զինուժի հարվածի տակ եղել է նաեւ Արմավիրի նավթաբազան։ Զելենսկին հայտնել է նաեւ Սև եւ Ազովի ծովերի ջրատարածքներում ռուսական ստվերային նավատորմի 1 լցանավի եւ 4 բեռնանավերի խոցման մասին։ Այս անօդաչուների հարվածների ֆոնին Ռոսավիացիան Մոսկվայի օդանավակայանների շրջանում նվազեցրել է քաղաքացիական օդանավերի թռիչքների առավելագույն բարձրությունը։ Այն 8550 մետրից իջեցվել է մինչև 4900 մետրի։ Բացի այդ, արգելվել են տարանցիկ թռիչքները։ Սահմանափակումները վերաբերում են Շերեմետևո, Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայաններին։ Կոմերսանտի աղբյուրների փոխանցմամբ սահմանափակումները սահմանվել են Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հաճախակիացման պատճառով։ Ռոսավիացիան հայտնել է, որ այս փոփոխությունները գործելու են մինչև օգոստոսի 12-ը։ Ինտենսիվացող գործողությունների ֆոնին Ուկրաինան ռազմական օգնություն է ակնկալում արևմտյան երկրներից։ Թերևս նաև ընդհանուր զարգացումների համատեքստում է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները երկկողմ մտադրությունների մասին համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա ուկրաինական անօդաչու թռչող սարքերը արտահանել Միացյալ Նահանգներ ռազմական փորձարկումներ իրականացնելու նպատակով։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։ Խորհրդարանը 3 է հաստատել օրինագիծը, որով արգելվում է նրանց օգտվել սոցիալական ցանցերից։ Աշխարհում առաջինը նման օրենք ընդունել է Ավստրալիան։ Անցած դեկտեմբերին TikTok-ը, YouTube-ը, Snapchat-ը եւ մյուս խոշոր հարթակները պարտավորվեցին փակել մինչև 16 տարեկանների հաշիվներ, հակառակ դեպքում նրանց խոշոր տուգանքներ են սպառնում։ Ֆրանսիայի օրինագծին հավանություն են տվել խորհրդարանի 2 պալատները՝ Սենատը եւ Ազգային ժողովը։ Ըստ ընդունված օրինագծի սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։ Հանրապետությունում արհեստագործական բոլոր ուսումնաները ստացել են նոր կարգավիճակ։ Նոր ուսումնական տարվանից բոլորն համարվում են միջին մասնագիտական ուսուցում ապահովող քոլեջներ։ Նոր իրավակազմակերպման արդյունքում մեր նախկին ուսումնարանները ներկայանում են անվանափոխված։ Մասնագիտությունների ցանկում չկան փոփոխություններ։ Աշխատաշուկայի պահանջներին հարմար մի քանիսը մնում են պահանջված։ Նոր կազմակերպված քոլեջներում հատկացվող տեղերի քանակն է ավելացվել։ Ընդունելություն էլեկտրոնային հայտագրումով է, որը եւս 1 շաբաթով երկարաձգվել է։ Շիրակի արհեստների եւ նորարարական տեխնոլոգիաների քոլեջ, սա նոր անվանումն է Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանի։ Միջին մասնագիտական հաստատությունը նոր ուսումնական տարում նոր ձևով է ներկայանում։ Իրականացնելու է եւ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր։ Աշխատաշուկայում պահանջարկ վայելող 7 մասնագիտությունների գծով հուլիսի 10-ից սկսվել է դիմորդների օնլայն հայտագրումը։ Սա եւս նոր բան է քոլեջների համար։ Համակարգը շատ թվայնացվել է եւ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի տնում ծնողների վրա, որբիսի ինչ փաստաթղթեր ներկայացնեն, որբիսի ուսումնական հաստատությունը իմանա տվյալ ուսանողը ունի արտոնությունների շրջանակ թե ոչ։ Էլեկտրոնային միասնական հարթակում են հավաքվում դիմորդին վերաբերող բոլոր տվյալները։ Առցանց եղանակով ընդունելությունն ավելի պարզեցված է, բայց ծնողներն ու դիմորդները տվյալներ մուտքագրելիս նորից հանդիպում են խնդիրների։ Կան ծրագրային դժվարություններ, որից ելնելով, այսպես ասած, օգնում ենք ծնողներին, որ կարողանան մուտքագրումը ապահովեն։ Սկզբում նույնականացվում է ծնողը, հետո ծնողի միջոցով նույնականացնում ենք դիմորդին։ Նախկին Գեղարվեստի թիվ 3 արհեստագործական ուսումնարանը վերադարձել է բնորոշ կարգավիճակին, վերանվանվելով Գյումրիի Գեղարվեստի եւ Կիրառական արհեստների պետական քոլեջ։ Ինչ հիմնադրման օրվանից 1970 թվականին է հիմնադրվել այս ուսումնական հաստատությունը կենտրոնացած է եղել զարդակիրառական արհեստների մասնագիտությունների ուսուցմամբ։ Մենք լիազոր մարմնին խնդրեցինք, որ մեզ վերադարձվի ժողովրդի մեջ արդեն հանրահռչակված Գեղարվեստի
որը բոլորը այդպես են ընդունում այս ուսումնական հաստատությանը։ 7 մասնագիտություն են սովորեցնում, որից 5-ում ամեն տարի դիմորդների մեծ թիվ են ունենում։ Ընդունելությունը կազմակերպում են մրցութային կարգով։ Մի շարք արհեստներ ու մասնագիտություններ, որոնք մոռացության են գնում եւ փոխարինող կադրերի խնդիրն է ավելի խորանում, պետությունը գերակա է ճանաչում դրանց նկատմամբ արտոնություններ սահմանելով։ Այս մոտեցումը որոշ մասնագիտությունների համար միջին մասնագիտական հաստատություններում շոշափելի արդյունք է տվել։ Փայդամշակման արտադրությունների շահագործում եւ տեխնոլոգիա մասնագիտության կահույքի զարտային տարեր որակավորումը եւ մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ մասնագիտության հյուսն որակավորումը։ Խառատ, դաշբին, կազաերակցող, քերական մասնագիտություններ են, այսինքն պետության համար առաջնահերթ ու կարևոր այդ մասնագիտությունը դիմողները առաջին կուրսում հիմնական կրթության հիմքով միանշանակ բոլորը անկախ նրանից վճարով են ընդունվել թե անվճար կստանան 50,000 դրամ կրթաթոշակներ։ Նախկին թիվ 1 ուսումնարան նոր անվանումով Գյումրիի Կիրառական հմտությունների պետական քոլեջ դիմում են հիմնականում նրանք, ովքեր շուկայի պահանջարկին հարմար մասնագիտություններ են ուզում սովորել։ Դիմորդները շատ են խոհարարություն, վարսավիրական արվեստ, զարդային դիմահարդարում եւ մատնահարդարում բաժիններում։ Խոհարարական գործ մասնագիտությունը ամեն տարի մենք բացում ենք 2 խումբ։ 10 օր է անցել նորելի շեշտեցի չէ, ընդունելությունը որ հայտարարված է, աշտարը 1.5 խումբ ձևավորվել է։ Արհեստներով հետաքրքրված դիմորդների թվի աճով պայմանավորված պետական պատվերով տեղերի քանակն է ավելանում ամեն տարի։ Նախորդ ուսումնական տարվա հետ համեմատ արհեստ եւ մասնագիտություն սովորեցնող հաստատություններում 10-ով ավելի անվճար տեղեր են սահմանվել, որոնք լրացվում են մրցութային կարգով, իսկ վճարովի հիմունքով որոշ բաժիններում, որտեղ թափուր տեղեր մնում են, լրացվում են լրացուցիչ ընդունելություն կազմակերպելով։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այսքան այս ժամին հետևեք թարմացված նորությունների մեր հաջորդ եթերաժամին։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։